Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո քաղաքական պայքարը տեղափոխվել է նոր փուլ։ Ընդդիմությունը կանգնած է առանցքային ընտրության առջև, վերցնել մանդատները, թե հրաժարվել դրանցից։ Իրավաբան Արամ Պետրոսյանի խոսքով մանդատներ վերցնելու կամ չվերցնելու հարցն արդեն վաղուց դուրս է եկել իրավական հարթությունից եւ դարձել քաղաքական որոշման առարկա։ Նա ընդգծում է, եթե նախորդ խորհրդարանում ընդդիմության ներկայությունը մեծ ազդեցություն չէր կարող ունենալ, ուժերի նոր հարաբերակցությամբ իշխանությունն այլևս չի կարող առանց ընդդիմության մասնակցության կարևոր որոշումներ կայացնել։ Այդ շանսը կորցնել եւ չմտնել մի իշխանության դեմ տեղում պայքարել, որտեղ նայեք, իրանք շատ քիչ ձայներ են ունենալու եւ պատկերացնենք հետեւյալը, աշխատանքային այցով գտնվում են Բրյուսելում, չգիտեմ, այլ վայրերում հիվանդանում են հեռու իրանցից եւ այլն, նույնիսկ չեն կարողանալու քվորում ունենալ, որ իրանց սովորական օրենքները ընդունեն։ Սահմանադրական 2/3 մեծամասնություն ունենալու դեպքում իշխանությունը գրեթե անսահմանափակ լիազորություններ է ստանում։ 3/5-ն արդեն հնարավորություն է տալիս լուծել մի շարք առանցքային ինստիտուցիոնալ հարցեր, այդ թվում նշանակել սահմանադրական դատարանի դատավորների եւ բարձրագույն դատական խորհրդի անդամների։ Իսկ բարձ մեծամասնությունը բավարար է միայն կառավարություն ձևավորելու համար։ Այս պայմաններում մասնագետի համոզմամբ խորհրդարանից դուրս մնալով ընդդիմությունը զրկվում է իշխանության գործողությունները ներսից վերահսկելու եւ հակակշռելու կարևոր հնարավորությունից։ Ընտրապայքարն էլ իրավաբանն ասում է չի ընթացել հավասար մրցակցային պայմաններում։ Ինչպես Սամվել Կարապետյանը, այնպես էլ թե Ռոբերտ Քոչարյանի թիմը, թե Գագիկ Ծառուկյանի թիմը բոլոր հնարավոր ձևերով հալածվել են, տեսել ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներին, որ վրայի երթի են ենթարկում։ Ցավոք սրտի այդ ռեպրեսիաները էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի ու նրանց աջակիցների նկատմամբ ճնշումները ըստ իրավաբանի ազդել են ընտրողների վարքագծի եւ հետեւաբար նաեւ վերջնական արդյունքի վրա։ Պատմության մեջ առաջի անգամ Հայաստանի Հանրապետությունում գիշերը 12-ին դեռևս քվեարկություններ գնում։ Մենք տեսանք, որ հարյուրավոր զինվորներ, ես այդ օրը Գյումրիում եմ եղել առավոտից, իմ ներկայությամբ ռազմական ոստիկանությունը կանգնած քվեարկության ժամին բերում էին զորքին, բայց այն մնացած տեղերում, որ նույնիսկ գիշեր 11-ին 10-ին քվեարկում էին, կներեք ամենակեղծված ընտրությունները սրա դեմը ոչինչ էր, սենց բան ուղղակի չկա, մի քանի 100 զինվոր հերթով դաժե վիդեոները կա բաց մամուլում, որ դավայ տղեկ կներեք ճակերտավոր պատվադից ճանեք։ Պետրոսյանը կասկածներ է հայտնում նաև սահմանամերձ համայնքներում արձանագրված արդյունքների վերաբերյալ։ Որպես օրինակ նա նշում է Կիրանցը, պնդելով, որ պաշտոնական թվերը չեն արտացոլում տեղի բնակիչների իրական ընտրությունը։ Կիրանցում կա 200 բնակիչ, բայց արդյունքում 600 հոգի է քվեարկել, որովհետև 400 զինվորական է քվեարկել, մենք բացում ենք արդյունքները, նայում ենք 420, Նիկոլը դա արել է, որ PR-ի, որ տեսեք կիրանցիները երջանիկ են, այս երևանցիներն են, որ քիթները խոթում են կիրանցի գործերին։ Իրականում կիրանցիները մերժել են Նիկոլին եւ այդ քվեները եղել են զինվորների եւ ոստիկանների քվեարկությունները։ Ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի հետևից հայտարարում են արձանագրված խախտումների, թվային անհամապատասխանությունների եւ քվեարկության արդյունքների նկատմամբ կասկածների մասին։ Նրանք պատրաստվում են նաեւ վիճարկել ընտրությունների արդյունքները։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։